Բարի օր, Հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, այսօր իմ զրուցակիցն է քաղաքագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Բարդուղ Գալստյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, որ ժամանակ գտաք այս շոկին հասակ Հանրային ռադիո։ Պարոն Գալստյան, եթե թույլ տաք մի քիչ ներքաղաքական խնդիրներից խոսենք, հետո մի քիչ ավելի կընդլայնենք, դաշտը, հատկապես որ դուք նաև գյուղատնտեսության ոլորտում աշխատանքի փորձ ունեք, իսկ գյուղատնտեսությունը այսօրվա դրությամբ իմ կարծիքով ամենակարևոր ուղղություններից մեկն է, մի քիչ անտեսված իհարկե, բայց այդ մասին դեռ կխոսենք։ Տեսեք, ընդդիմությունը հայտարարեց հետընտրական ճակատ ստեղծելու մասին, քաղաքագիտական իմաստով դուք քաղաքագետ եք, երևի կմեկնաբանեք, դա իրենց ինչ է ներկայացնում, բայց անմիջապես այդ հայտարարությունից հետո ուժեղ Հայաստանը հայտարարեց, որ վերցնում է մանդատները, հետո Հայաստան դաշինքը հայտարարեց, հետո դրանից հետո Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարին պարկացրեցին ոչ այնքան ասֆալտին, եւ դա մեկնաբանվեց որպես տեսեք հետընտրական ճնշումներ եւ այլն, չնայած Բարգավաճ Հայաստան կուսակցությունը որքան որ ես եմ տեղեկ ներքաղաքական դաշտի վրա այդպես մեծ ազդեցություն չուներ։ Հիմա իշխանությունը ասում է ներքաղաքական ճգնաժամ չկա։ Ընդդիմությունը ասում է կա լեգիտիմության պակաս, ում լեգիտիմության պակասի մասն է այս բան բարձ չի, բայց կա լեգիտիմության պակաս եւ հետեւաբար կա նաեւ քաղաքական ճգնաժամ։ Հիմա ես եւ դուք զրուցում ենք իրար հետ քաղաքական ճգնաժամի պայմաններում թե չէ։ Նախ վերջին անդրադառնալուց առաջ փորձենք հասկանալ ինչ էր այս ընտրությունները։ Նախ ասեմ, որ այս ընտրությունները էականորեն տարբերվում էին 19 թվականի խորհրդարանական ընտրություններից, նույնիսկ 21 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից, որովհետև ակնհայտ էր, որ թե 19 թվականին, թե նույնիսկ 21 թվականի ընտրություններին Ռուսաստանի ներգրավվածությունը եւ ազդեցությունը անհամեմատ ավելի թույլ էր եւ ոչ այնքան նկատելի, ինչը որ տեսանք 26 թվականի խորհրդարանական ընտրություններին, որովհետև Ռուսաստանը գոնե վերջում հասկացավ, որ Հայաստանը, այսպես ասած, ձեռքից գնալու լուրջ ճանապարհի վրա է։ Եթե սկզբնական շրջանում 18 թվականի հեղափոխությունից հետո Ռուսաստանը մտածում էր, ռուսական քաղաքականությունը առաջնորդվում էր նրանով, որ Հայաստանը այսպես թե այնպես իրենն է եւ ով էլ լինի իշխանությունում, Կուդավիձենիցը, ինչպես մեր սիրելի Լուկաշենկոն 1-2 անգամ կրկնել է, կկարողանա, այսպես ասած, լծակներն իր ձեռքում պահել, սակայն 22-23 թվականի դեպքերը բերեցին վերջնականապես ցույց տալու, որ Հայաստանի իշխանությունները ուղղություն է փոխում, վեկտոր է փոխում, որը բնականաբար չի կարող դուր գալ Ռուսաստանին եւ առավել եւս նա փորձելու էր ամեն ձևով, ամեն լծակ գործադրելու Հայաստանում իշխանափոխություն անելու տարբեր ճակատներով։ Տեսեք, կներեք, չընդմիջեմ ուղղակի որ հասկանալ լինի, տեսեք, իշխանությունը ասում է ես երբեք վեկտոր փոխելու կողմնակից չեմ եղել, ցանկություն չեմ եղել։ Վեկտոր փոխելը Ռուսաստանի Դաշնությունն է, բայց հիմա իրենք պարտադրում են մեզ կամ պահանջում են Հայաստանի Հանրապետություն, գիտեք ինչ կա, դուք իմ առաջնահերթությունը չեք, ես զշայրի հետ հաշվի չեմ նստելու, բայց դուք պարտավոր եք շարունակել մնալ իմ վասալը կոպիտ ասած, այո, դա այդպես է, որովհետև եթե նայենք 18 թվականի հեղափոխության վերջի շրջանը, նույնիսկ երբ որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, Նիկոլ Փաշինյանը բարձր ամբիոնից մի քանի անգամ հայտարարեց, որ մենք մնում ենք Ռուսաստանի հիմնական եւ կարևոր դաշնակից կամ մեզ համար հիմնական դաշնակից եւ ռազմական գործընկեր մնում է Ռուսաստանը, մենք մնում ենք հապկում, մենք մնում ենք Եվրասիական տնտեսական գոտում եւ գոնե քաղաքական այդ բարձունքից ակնհայտ էր, որ Հայաստանը որևէ բան փոխելու նպատակ չունի։ Այդ գործընթացները սկսվեցին 20 թվականի պատերազմից, երբ մեր դաշնակից համարվող Ռուսաստանն ամեն ինչ արեց, որպեսզի մենք պարտվենք, որպեսզի նա ունենար ազդեցություն այս տարածաշրջանում, նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում, հաճոյանալ եւ քաղաքական նոր խաղադրույքներ անել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ուկրաինական պատերազմը սկսվելուց առաջ, հետեւաբար ինչպես վերջին 200 եւ 200 տարուց ավել մենք տեսել ենք հայ-ռուսական հարաբերություններում, երբ Ռուսաստանը կարողանում է շատ հանգիստ այս տարածաշրջանում առևտրի գնալ մեր հաշվին, մեր զոհերի հաշվին, իսկ դրանից հետո անմիջապես հետո մեր ժողովուրդը, մեր իշխանությունները այդ ժամանակների փորձում են նորից
աշխատել, համատեղել իրենց գոյությունը ռուսական ազդեցության եւ ռուսական քաղաքականության ծիրում։ Հետևաբար Ռուսաստանն այս անգամ եւս վստահ էր, որ ինչ էլ աներ, Հայաստանը գնալու տեղ չպետք է ունենար եւ մնալու էր իր վերահսկման, իր կառավարման տիրույթում։ Սակայն 22 թվականին մանավանդ ջերմուկի դեպքերից հետո, երբ ՀԱՊԿ-ը եւս ցույց տվեց, որ անելիք չունի մեզ համար եւ մենք այդ կառույցի համար գրեթե ոչինչ ենք, դրանից հետո իսկապես փոխվեց իրավիճակ, առավել եւս երբ 23 թվականին գործը վերջնականապես հայաթափվեց Արցախը, իսկ մենք գիտենք այդ բոլոր ռուսական պրոյեկտները եւ ռուսական պայմանավորվածությունները միտված էին նրան, որպեսզի մենք չկորցնենք Արցախը։ Եթե կորցրել ենք Արցախը, հետեւաբար Ռուսաստանի հետ այդ հարաբերությունները դառնում են մեղմ ասած վտանգավոր, այլ ոչ թե անհրաժեշտ։ Հետևաբար Ռուսաստանի ազդեցության թուլացման ֆոնին Ռուսաստանն ամեն ինչ անելու էր այս ընտրություններում այդ գործընթացները իր պատկերացմամբ արդյունավետ դարձնել։ Դրան էր միտված նաև Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ Պուտինի խոսույթը, երբ նա ասում էր, որ ես ուզում եմ, որ մեր տեխնացուն այնտեղ գրանցվի, ես ուզում եմ, որ թույլ տակ ընտրություններին մասնակցելու, որը բնականաբար տեղի չունեցավ։ Սակայն այստեղ տեղի ունեցավ գլոբալ իմաստով տեղի ունեցավ։ Տեխնացուի գրանցման մասին եմ խոսքը, բայց ասում էր դե ինքը քաղաքական ուժի մասն էր խոսում, համենայն դեպս մեր իշխանությունն այստեղ եւս շատ մեծ մեղքի բաժին ունի այդ ուժի ձևավորման գործում, որովհետեւ այդ ձերբակալությունները, այսպես ասած, քաղաքական կերպար կերտելը Սամվել Կարապետյանից քաղաքական դաշտ բերելը նաև իշխանությունների ոչ ճիշտ, մեղմ ասած ոչ ճիշտ քաղաքականության արդյունք։ Այսինքն մոտավորապես այն նույն տրամաբանությամբ ժամանակին շատերն էին ասում, որ Ռոբերտ Քոչարյանին ըստ էության քաղաքական դաշտ վերադարձրեց իշխանությունը 18 թվականին, երբ նույնը տեղի ունեցավ նաև Սամվել Կարապետյանի պարագայում։ Ես հիշում եմ, երբ ձերբակալել էին Սամվել Կարապետյանին, հաջորդ օրը կարծեմ հեռուստաընկերություններից մեկին ցիվիկներ հավանաբար, եթե չեմ սխալվում, հարցազրույց տվեց եւ ասացի, սա ամենամեծ սխալն է, որովհետեւ նախ դա այն պատճառը չէ ձերբակալության եւ ավելի տաքացնելու, ավելի ակտիվացնելու այդ process-ը եւ երկրորդ ընդամենը կարելի էր հանրապետությունից դուրս բերել այդ անձին որպես Ռուսաստանի քաղաքացի persona non grata հայտարարել եւ վերջ։ Այսինքն իրավիճակն ավելի մեղմելու, ավելի թուլացնելու համար։ Պարզապես չգիտես ինչու իշխանությունները գնացին ճիշտ հակառակ ճանապարհով եւ Սամվել Կարապետյանից կերտեցին հիմնական քաղաքական ընդդիմադիր ֆիգուր։ Նաև տեսակետ կա, որ իշխանություններին դա ձեռնտու է, որովհետև շատ հարմար ընդդիմություն են։ Թե Սամվել Կարապետյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը, երբ ինքը այսպես մեկ էլ հանկարծելի վերադառնում է ակտիվ քաղաքական դաշտ, դա ըստ էության ձեռնտու է, որովհետև այդ նախկին ներկա բախումը առերևույթ շարունակվում է եւ այդտեղ ընտրությունը ակնհայտ է։ Իհարկե, ակնհայտ է դա, որովհետեւ այս ընտրությունները մանավանդ իշխանություններին շատ մեծ մտածելու տեղիք պետք է տան, բավականին իրենց համար վատ ընտրություն, որովհետեւ իրենց ձայները, իրենց ասած 49 կամ 50% ձայների մի զգալի մասը ոչ թե ձայն են տվել, որովհետեւ Գոհեն իշխանության վերջին 5 տարիների գոնե քաղաքականությունից, թե ներքին, թե արտաքին, այլ հիմնական ձայն տվողների այն կոնտինգենտը, որը չուզելով, նաև չընդունելով գործող իշխանություններին, ձայնը տվել ընդամենը ռուսական ազդեցությունից խույս տալու համար, այդ ձեր նշած ուժերին իշխանության չբերելու համար։ Ես վստահ եմ, որ այդ 48-9 կամ 50% ձայների 15-20%-ը գոնե հաստատ ոչ այնքան գործող իշխանությունների ձայներն են, որքան այն ուժերին դեմ ձայներն են, որը աշխատեցին իշխանությունների համար, գոնե այս բան, բայց կարծում եմ, որ 5 տարի եւս այսպես շարունակելուց հետո նույնը կրկնվել չի կարող։ Հետևաբար իշխանությունները լուրջ մտածելու կարիք ունեն, նպատակ կա քաղաքական լուրջ փոփոխությունների, այլապես հնարավոր չէ եւս մեկ անգամ այս ձևով վերընտրվել կամ շարունակել իշխանությունները։ Տեսեք, վերջին շրջանում ինձ շատ են հիմա նաև մեր ունկնդիրների մեջ էլ կան այդ մարդիկ եւ հետևորդների, որոնք ինձ մեղադրում են նրա համար, որ ես հրավիրում եմ պարբերաբար հյուրեր, որոնք խոսում են ընդդեմ Ռուսաստանի։ Այսինքն ես դա մտածված եմ անում, երբ մտածված այդ իմաստով ոչինչ չեմ անում, որովհետեւ նախ ես չեմ Ռուսաստանի քաղաքականությունը գծում։ Հա, այդպես ստացվում է։ Եվ այնպես է ստացվում, որ քաղաքական փոքր խմբի կամ համեմատաբար փոքր խմբի ներկայացուցիչներին հանած մնացած բոլորը ասում են, եղբայր, ինչ է անում Ռուսաստանը։ Հիմա ինչ է անում Ռուսաստանը, տեսեք։
տնտեսագետներից եւ քաղաքագետներից շատերը պնդում են, որ այս գործողությունները, որը Ռուսաստանը իրականացնում է ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ոչ թե ընդդեմ իշխանության, այլ ընդդեմ Հայաստանի Հանրապետության այս դեպքում, խոսքը այն սահմանափակումների մասին է, որոնք օրինակ ես ավելի շատ հակված եմ կոչել պատժամիջոցներ ընդդեմ Հայաստանի, գյուղմթերքներ, հանքային ջուր, բան եւ այլն, ընդորում հետաքրքիր է, որ ես սպասում եմ երբեք մոլիբդենի մեջ մի բան այն չեն գտնելու կամ ասենք փայլատի թերի, բայց ենթադրում եմ, որ նման բան չի լինի, կամ հեռախոսների օրինակ։ Դա ըստ էության բերում է հանգեցնելու է նրան, որ ԵԱՏՄ-ն, որի հետ մեզ անընդհատ ուզում են կապել, ԵԱՏՄ-ն ինքը հուղարկավորվելու է հենց այս գործընթացի արդյունքում, որովհետև ինքը տրամաբանորեն դեմ է այն սկզբունքներին, որոնք դրված են ԵԱՏՄ-ի հիմքում։ Միանշանակ սրանք պատժամիջոցներ են, այլ ոչ թե սահմանափակումներ, որովհետև տրամաբանությունից դուրս է Ռուսաստանում հայկական ծիրանին սահմանափակում մտցնել, այսինքն չեմ կարծում, որ բերք չտված։ Նույնիսկ առավել եւս դեռ բերք չտված ծիրան, որի համեմատականը, որի զուգահեռը Ռուսաստանի շուկայում երբեք որևէ երկրից ծիրան չես կարող գտնել եւ համեմատել հայկական ծիրանի հետ, թե իր որակական հատկանիշներով, թե իր մակրությամբ, հետեւաբար միայն զուտ ծիրանի գործոնը բավական է հասկանալու համար, որ սա ոչ թե սահմանափակումներ են, ոչ թե սա վերահսկողություն է, սա բացարձակ տոտալ պատժամիջոցներ են Հայաստանի վրա։ Իմիջիալից շատ ուրախացրեց այն հանգամանքը, որ 3 օր առաջ, եթե չեմ սխալվում, 2 կամ 3 օր առաջ ՎԴՆԽ-ի տարածքում Ռուսաստանի հայերի միությունը ծիրանի փառատոն էր անցկացնում։ Ուզբեկական ծիրանի։ Ես չգիտեմ ինչական ծիրանի, եթե հայկական ծիրանի էր, ենթադրում եմ, որ այնտեղ արդեն մաքսանենգության հետ գործում ենք։ Դե Ռուսաստանին սովոր ենք Ռուսաստանում նման երևույթներ տեսնելու, որովհետև երկիր, որը կոռուպացված է այդ աշճան, երկիր, որը ավտորիտար մեխանիզմով եւ կաշառքների մեծ հնարավորություններով կարողանում է ամեն ինչ անել, կարող ենք դա եւս տեսնել, սակայն մենք խոսում ենք մեր տնտեսության մասին եւ հետաքրքիր է մեր տնտեսությունը մեր համար, ոչ այնքան Ռուսաստանում տեղի ունեցող միջոցառումները կամ փառատոնները, ինչին էլ միտված կլինեն դրանք։ Հետևաբար մեզ համար ուղղակի զվարճացրեց։ Իհարկե, մեզ համար շատ կարևոր է մեր տնտեսության առողջ դիվերսիֆիկացումը, մեր տնտեսության կայունացումը, որպեսզի մենք կախվածության մեջ չլինենք մեկ կետից, մեկ շուկայից, որը ցավոք մեր իշխանությունները եւս այստեղ բավականին մեծ թերացում ունեն։ Հայաստանը փոխելով իր քաղաքական վեկտորը կամ գոնե նպատակ ունենալով փոխել իր քաղաքական վեկտորը, պետք է նախ եւ առաջ հաշվի առնել այս տնտեսական հետևանքները եւ նախորոք շուկաների փնտրտուքի եւ ապրանքների սերտիֆիկացման եւ որակի հետ կապված տնային աշխատանքներ կատարել, որպեսզի խնդիրներն այսօր այսքան ակնառու չլինեին։ Տեսեք, ես տնտեսական վերլուծություն եմ տեսել մի քանի օր առաջ, որտեղ իրականում պատկերը այնքան սարսափելի չէր, որքան որ մեզ են փորձում դա ներկայացնել, որ խոսքը վերաբերում էր հնայի 1.8%-ի մոտ արաբես, այսինքն վնասը, որ ապրանքների այն շրջանակի մասին է խոսքը, որ արտահանվում է ու որի արտահանումը արգելվել է Ռուսաստանի Դաշնություն, դա կազմում է ընդհանուր առմամբ հնայի 1.8%-ը, որը պետքան էլ մեծ թիվ չէր կազմում, 400-450 միլիոն դոլարի կարգի գումար, որում Եվրամիությունը շատ արագ ասեց, ես այդ վնասները կհատուցեմ, եղբայր, դուք եկեք, դուք ինչ-որ չափով կարող եք մեր մոտ արտահանել, 80% ապրանքների համար ընդհանրապես մաքսատուր կհանեցին, որ ասին լավ չենք ստուգի, այս անգամ հաջորդ տարի կստուգենք, այս անգամ կարող եք, եթե ճանապարհներ կգտնեք, եթե հնարավորություններ կան, կարող եք արտահանել Եվրամիության երկրներ 450 միլիոնանոց շուկայի համար, այն արտահանման ծավալը, որ մենք ունենք, այնտեղ մի ծիծաղելի է, 4-5 օրվա սպառման, նույնիսկ նկատելի չի լինի։ Հա, 4-5 օրվա սպառման թեմա է։ Տրամաբանական է, որովհետև Արևմուտքը շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանի լծակներից հիմնականում դա է, որը օգտագործվելու է նաև էներգակիրների հետ կապված հարցը, որի մասին եւս
բավականին վերջին շրջանում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում եւ գործընթացներ են իրականանում, ես կարծում եմ, որ մենք պետք է աստիճանաբար կարողանանք թոթափել ռուսական ազդեցությունը։ Ես դեմ եմ հակառուսականությանը ցանկացած պարագայում, ես դեմ եմ հայ եւ ռուս ժողովուրդների հարաբերության խզմանը, որովհետեւ ինչ ուզում է լինի, մենք չենք կարող ամեն ինչ կտրել միանգամից եւ փորձել բացարձակ նոր դռներ բացել, որովհետեւ ունեցել ենք պատմություն լավ եւ վատ կողմերով, էջերով այդ պատմության հետևաբար հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ խառնել ռուսական տոտալ ազդեցության նվազմանը կամ առավելագույնը բացառմանը։ Ես կարծեմ այսպես ձևակերպենք հայ-ռուսական հարաբերությունները պետք է կապ չունենան Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ։ Մոտ չէ, փոքրինչ ավելին ասեմ, այսինքն հայ-ռուսական հարաբերությունները պետք է ձևավորվեն չասեմ հավասարի, բայց որպես հարևան կամ գործընկեր պետությունների դիրքերից, այլապես Ռուսաստանի այս ազդեցությունը, որը մենք ունեցել ենք գորնը վերջին 20-25 տարիներին, ցույց է տվել, որ ինչպես չի զարգացել մեր տնտեսությունը, ինչպես մեր իշխանությունները ձևավորել են մի քաղաքական գիծ, որը բացարձակ կրկնօրինակն է եղել ռուսական քաղաքական էլիտայի վարքագծի, ինչպես մենք տեսանք ունենալով Արցախյան խնդիրը վերջնականապես ոչ միայն չլուծվեց, այլ վերջնականապես կորցրեցին գոնե այս բանը պատմականորեն հայկական համարվող Լեռնային Ղարաբաղը, հետևաբար սրանից հետո մտածել շարունակել նույն ձևով Ռուսաստանի հետ լեզու գտնելով հարաբերություններ ձևավորել, ինչպես շատ հաճախ փորձում են դիմությունը ձևակերպել, քանի որ իշխանությունը այս է, դրա համար Ռուսաստանը ես դա բացարձակ տրամաբանական չեմ համարում եւ նույնիսկ ինձ համար ծիծաղելի է, որովհետեւ Ռուսաստանն ունի իր քաղաքականությունը եւ Ռուսաստանի քաղաքականությունը չի ձևավորվում այստեղի որևէ անձի կերպարի շուրջ։ Հետևաբար Ռուսաստանը անում է այն, ինչ որոշել է անել, ինչ պլանավորել է անել, հետևաբար անձերի խնդիրը այստեղ կամ դերակատարում բացարձակ չէր ունենալու կամ ունենալու էր շատ աննշան նշանակություն հայ-ռուսական գործընթացներում եւ այս ցավալի կորուստները, որը մենք տեսանք։ Հետևաբար Ռուսաստանի հետ հարաբերվելը պետք է լինի հնարավորինս զգուշ, հնարավորինս աշճանական թուլացման process-ով, հետևաբար ես կարծում եմ մեր երկրի համար այս պահին շատ ճիշտ է հնարավորինս թոթափել ռուսական ազդեցությունը։ Մենք դուք ասացիք եվրասիական տնտեսական գոտու ազդեցությունը, այո, այդ արհեստական կառույցը, որը ձևավորվել էր հակազդելով Եվրոպական միության հետ հարաբերություններին, տվյալ երկրների գնալով կորցնում է իր ազդեցությունը, ոչ միայն մեր հետ կապված, օրինակը կարող ենք բերել Ռուսաստանի եւ Ղազախստանի հարաբերություններում, հետեւաբար նա աշճանաբար իր տեղը զիջելու է եւ անընդհատ մեզ կերցնել, այսպես ասած, ցույց տալու այ տեսեք դուք խնդիր ունեք եվրասիական տնտեսական գոտում, ես կարծում եմ, որ այդ խնդիրները իրենց խնդիրներն են ավելի շատ, քան մեր խնդիրները։ Հետևաբար իշխանությունների ճկուն քաղաքականությունը կարող է բերել այդ խնդրի չասեմ լուծմանը, բայց վնասների թուլացմանը եւ ավելի մեր վրա բացասական ազդեցությունների կրճատմանը։ Հիմա մի քիչ վերադառնանք էլի ներքին դաշտ, տեսեք, մենք խոսեցինք ռուսական պատժամիջոցների կամ սահմանափակումների մասին, եկեք ես երկու տարբերակն էլ ասեմ, որ ոչ ոք ինձ չնեղանա հանկարծ, չասի կողմնապահես, բայց հիմա այդ գործընթացի արդյունքում տպավորություն էր, որ այն ապրանքատեսակները, մասնավորապես գյուղատնտեսական մրգային հատվածը լավ, այսպես ասեմ, որը պիտի արտահանվեր ծիրան, չգիտեմ, կեռաս, լոլիկ եւ այլն, ներքին շուկայում պետք է էժանանան այն իմաստով, որ գյուղացին պիտի շահագրգռված լինի, որ ինքը արագ վաճառի բերքը, որը պիտի գնար, ասենք Ռուսաստանի Դաշնություն կամ չգիտեմ Ղազախստան կամ Ղրղըզստան, Ռուսաստանի տարածքով չի գնալու, մնալու է ներքին սպառման դաշտում։ Ես հասկանում եմ այն հեքիաթները, որտեղից էին գալիս, բա գյուղացին բանում թափում է բերքը, բան որ հանգարց բան էժանով չտա եւ այլն, նման բան գոյություն չունի, հետո պարզվեց, որ դրանք կեղծված տեսանյութեր էին, կեղծված ֆոտոներ էին, բայց զարմանալի իրավիճակ է։ Հայաստանյան Երևանյան շուկայում 1200 դրամից պակաս նորմալ ծիրան ճարել չես կարող, 1300 դրամից պակաս կեռաս ճարել չես կարող, այդ ոնց է այդպես է լինում։
Դա խոսում է մեր տնտեսության գյուղացիական տնտեսությունների եւ ընդհանրապես գյուղատնտեսության թերի եւ թույլ լինելու եւ կանոնակարգված չլինելու մասին, որովհետեւ իշխանությունն այստեղ եւս պետք է կարողանար ճիշտ կանոնակարգել արտադրանքի եւ արտադրված ծավալների ճիշտ բաշխման գործընթացը, որը չենք տեսել այսքան տարիներին, եւ գնագոյացման հետ կապված խնդիրները եւ այն սուբսիդավորումները, որոնք այսօր գնալով ավելի մեծ ծավալներ են ընդունում, սակայն կարծում եմ, որ իրենց դրական եւ խիստ դրական արդյունքը այս պահին գոնե նկատելի չէ։ Ես կարծում եմ, որ գյուղատնտեսությունը այն կարևորագույն տնտեսության ճյուղերից է, այն խոցելի տնտեսության ճյուղերից է, որը ամենակարևորն է, կարող եմ ասել, մեր տնտեսությունում, որովհետև մեր պարենային անվտանգության հարցը ոչ պակաս կարևոր է ռազմական անվտանգությունից, չգիտեմ, էլեկտրոնային անվտանգությունից, տեղեկատվական անվտանգությունից եւ այլն, որովհետև շատ հանգիստ մեզ կարող են իրենց կամքը թելադրել ինչպես ճակերտավոր դաշնակիցները, այնպես էլ մեր սիրելի հարևանները, չունենալով նորմալ ռազմավարություն կապված գյուղատնտեսության հետ։ Մեր գյուղատնտեսության նաև թերի կողմերից ես համարում եմ մեր գյուղատնտեսության նախարարություն չունենալը, որովհետև ինչքան էլ գյուղատնտեսությունը համարենք տնտեսության ճյուղերից մեկը, գյուղատնտեսությունը առանձնահատուկ ճյուղ է եւ հետեւաբար ունի առանձնահատուկ հոգացության եւ մասնագիտական ուշադրության կարիք, որը այս բանին կարծում եմ այնքան էլ այն չի, որովհետեւ էկոնոմիկայի նախարարությունում ուղղակի ունենալ գյուղատնտեսության բաժին եւ դրանով փորձել կարգավորել խնդիրները, անընդհատ շեշտելով սուբսիդավորումները գյուղատնտեսության տարբեր ոլորտներին, կարծում եմ արդյունավետ չեն եւ այդ մասին ես նույնիսկ 1-2 անգամ փորձել եմ կապվել եւ հաղորդակցվել էկոնոմիկայի նախարարության նախարարի փոխնախարարների հետ, փորձելով առաջարկել ծրագրեր, սակայն կարծես թե մատների արանքով դիտվեց այդ իմ առաջարկները եւ որևէ արդյունք չտվեցին։ Մեր իշխանությունները կարծում են պետբյուջեից անընդհատ այդ սուբսիդավորումները ունենալու են խիստ դրական արդյունք եւ գյուղատնտեսության մեծ աճ։ Ցավոք, ես կարծում եմ, որ տարիներ շարունակ մեր երկրում գյուղատնտեսության եւ որակական եւ քանակական նվազում ենք նկատել, անկում ենք նկատել, որը բերել է այդ խնդիրներին, որի մասին դուք խոսեցիք։ Սա միայն արտահանման խնդիրներ չեն։ Խոսենք կոնկրետացնել, էլի, պարոն Գալստյան, տեսեք, այսօրվա իրավիճակի մասին խոսենք, հա, ենթադրենք գյուղացուց ծիրանը գնվում է կիլոգրամը 400 դրամով, շուկա հասնում է 1200 դրամով, 1300 դրամով։ Այսինքն այստեղ մենք ունենք առնվազն 2 օղակ, դա մթերողն է եւ վերավաճառող։ Այսինքն այդ մարժան արդյունքում այնքան է, որ ապրանքը թանկանում է մինչև ինձ հասնելը, հա, ինձ որպես բարովի 2.5-ից 3 անգամ, դրան գումարած նաև ստացվում է այնպես, որ գյուղացին պետք է սուբսիդավորվի էլի իմ տրված հարկերով։ Այսինքն ես համենտեղ եմ տուժում։ Իհարկե, դա հիմնական խնդիրն է, որովհետև եթե որոշ արդյունաբերական ապրանքների նկատմամբ պետությունը վերահսկողություն ունի, գյուղատնտեսական մթերքների նկատմամբ այո դա ցավալիորեն վերահսկելի չէ, որը ամենամեծ խնդիրներից մեկն է նաև գյուղատնտեսության զարգացման, որովհետև գյուղացու արտադրանքը շուկա հասնելուց հետո էականորեն գնային մեծ տարբերություն ունի եւ գյուղացին հիասթափություն ապրելով փորձում է այլևս չզբաղվել գյուղատնտեսությամբ։ Դրա վառ օրինակն է վերջին տարիներին գլխաքանակի կտրուկը խոշորի եւ մանր եղջերավոր անասունների գլխաքանակի կտրուկ նվազումը, հումքի ծավալների անհամեմատ նվազումը, որը խոսում է դրա մասին։ Հիմա ինչքան ուզում եմ փորձեն սուբսիդավորել, երբ օրինակ գյուղացին 1000 դրամով ասենք վաճառում է միսը, ասենք տավարի, հետո գալի հասնում է Երևան, տեսնում է նույն միսը վաճառում 3500 դրամ օրինակ, խոսքը նույնիսկ օրինակ կարելի է մսին բերել, կաթին կարող ենք օրինակ բերել, եթե ասենք կաթը գյուղացուց մթերվում է 100-ից մինչև 130 դրամ, ելնելով սեզոնայնությունից, մեր կաթ արտադրող ընկերությունները այդ նույն կաթը վերավաճառում են 400-ից 500 դրամով, այսինքն դա այն հիմնական խնդիրն է, որը խոչընդոտում է, որը վնասում է գյուղատնտեսության զարգացմանը։ Եվ կարծում եմ իշխանությունները
ուշադրություն պետք է դարձնեն ավելի շատ դրա վրա, քան այն գումարների ուղումները, այդ սուբսիդավորվող գումարների, որոնք անընդհատ փորձում են ցույց տալ, որ աշխատանք է կատարում։ Ինձ համար խիստ անընդունելի անընդհատ պետական բյուջեից այդ չտրամաբանված սուբսիդիաները տրամադրելը, եթե կարելի առանց այդ մեծ ծախսումների գյուղատնտեսությունը բերել ավելի առողջ եւ ավելի նպատակային վիճակի։ Տեսեք, պարոն Գալստյան, երբ այս թեմայով խոսակցություն գնում է, իշխանության ներկայացուցիչները իրենք բավական փաստարկված ասում են, գիտեք ինչ կա, պետությունը չպիտի մտնի ազատ շուկայական հարաբերությունների մեջ։ Այսինքն պետությունը չպիտի ասի, գիտես, ինչ կա եղբայր իմ պատվական։ Դու չես կարող այսքան մարժա ունենալ, ասենք չի կարող քո մարժան գերազանցել, ասենք 100%-ը, դու պիտի տեղավորվես 20%-ի մոտավորապես շրջանակում, ասում եմ իմ գործը այդ ամեն ինչին վերահսկելն է, որակը վերահսկելն է եւ հարկային հավաքագրումները ապահովելն է։ Ես չեմ կիսում նրանց կարծիքը, որովհետև եթե կարելի է օրինակ ծխախոտի պարագայում վերահսկել եւ ծխախոտի վրա գրել առավելագույն արժեք, նույնը կարելի է անել ցանկացած գյուղատնտեսական մթերքի վրա, հասկանալով ինչքանով է գնվում գյուղացուց, ինչքանով է հումքը գնվում եւ ինչքան է շուկա մտնում։ Հետեւաբար դա չեմ կարծում, որ դա խիստ ազդեցություն չգնան կենտրոնական բանկը սահմանել է, չէ՞, մարժան, որ ասենք փոխանակման կետերը արտարժույթի արխիվաճառքի X գումար դրամից ավել իրավունք չունեն արխիվաճառք իրականացնելու, այսինքն չէ, բացի դրանից, ինքը այսքան տոկոսից ավել չի կարող։ Այդ եմ ասում, այսինքն գումարի չափը եկամուտի, այսինքն նույնիսկ փոխման գումարի չափը այսքանից այսքան է, այսինքն հաստատում է որոշակի չափ։ Նշանակում է կենտրոնական բանկն ազդում է բանկային գործառույթի վրա։ Նշանակում է տնտեսության վրա ազդում է ծխախոտի տարբերակում, սակայն կառավարում է որ բանկը ինչ չթալանի։ Իհարկե կառավարում է, նույնիսկ այդ գործընթացը պետք է իրականացնի նաև կառավարությունը, պետք է իրականացնի նաև գյուղատնտեսության նախարարությունը, որը չունենք, կարգավորելու գնագոյացման գործընթացը, որ այլապես ես հիշում եմ տարիներ առաջ, երբ որ հումքի գինը փոքր-ինչ բարձրացավ, կաթի գինը, մսի գինը, գյուղացիները ողջևորված փորձեցին գյուղատնտեսական վարկեր վերցնել, գլխականակ ավելացնել, բայց հետո ինչ որ մի քանի բիզնեսմեններ, օլիգարխներ, այսպես ասած, կարողացան կաթի փոշի բավականին ցածր գնով ներկրել Հայաստանի Հանրապետություն, տարբեր հիմնականում Բելարուսից ներկրել կաթի փոշի, որը բերեց գնի անհամեմատ անկման։ Գյուղացիները սկսեցին գլխականակը նվազեցնել, հասկանալով, որ արդյունավետ չէ զբաղվել խոշոր եղջերավորների գլխականակի ավելացմամբ եւ արդյունաբերության բարձրացմամբ, որովհետեւ ինչ ուզում է լինի ցանկացած դեպքում գյուղացուն եւ ընդհանրապես հողօգտագործողին գյուղատնտեսության առաջինը եկամուտն է հետապնդում։ Եթե դու փորձում ես ստեղծել մեխանիզմներ եկամտաբերությունը բարձրացնելու, անկախ քո ներդրումների, անկախ քո սուբսիդավորումների, այդ ոլորտը սկսում է զարգանալ։ Այսինքն դուք, պարոն Գալստյան, այն գաղափարի կրողն եք, որ պետությունը պարտավոր է միջամտել գնագոյացմանը, որպեսզի դրանով ապահովի ֆերմերային տնտեսության զարգացումը, որպեսզի դրա հաշվին բարձրանա Հայաստանի պարենային անվտանգության մակարդակը, որպեսզի այդ մակարդակի բարձրացան հաշվին մենք կարողանանք վաղ ամիսեր հնարավոր ռիսկերին դիմագրավել, այն ռիսկերին, որոնք կարող են գալ օրինակ Թուրքիայի սահմանը բացելու դեպքում, այն ռիսկերից, որ ասենք օրինակ Իրանի Իսլամական Հանրապետությունում այնտեղ են բավական էժան բանջարեղեն արտադրում, այսինքն մենք կարողանանք ստեղծել մի համակարգ, որը անհրաժեշտության դեպքում ինքը Հայաստանի Հանրապետությանը կկարողանա, այսպես ասել, թույլ տալ սոված չմնալ։ Խոցելիությունը նվազեցնել, այսինքն գյուղատնտեսությունը այն ոլորտն է, որը տնտեսության գրեթե ամենացածր եկամտաբերության ոլորտն է, սակայն ամենակարևոր ոլորտներից է, որը չի կարելի մատների արանքով նայել։ Եթե տնտեսության որևէ այլ ոլորտ կարելի է այս պահին երկրորդ պլան մղել, գյուղատնտեսությունը այն ոլորտն է, որը մեր անվտանգության, պարենային անվտանգության հիմքերի հիմքն է եւ կարծում եմ մեր իշխանությունները դրա մասին պետք է ավելի սթափ մտածեն, շատ ավելի լուրջ մոտեցում ունենան, այլապես մեր շուկան անկախ նրանից Ռուսաստանի հետ սահմանը կվերաբացվի, կփորձի տնտեսությունը Ռուսաստանի հետ կայունանալ եւ փորձեն արտաքին այլ շուկաներում ապրանք արտահանելու, գյուղմթերք արտահանելու, սակայն կարծում եմ առաջինը մեր ներքին խնդիրների կարգավորումն է, որը ավելի կբալանսավորի եւ անվտանգ կդարձնի, ռիսկայնությունը կնվազեցնի մեր հանրապետությունում, որովհետեւ քանի որ մենք
այն երկիրն են, որը մեծ բնակչություն ունի եւ նրանց կերակրելու խնդիրը չեմ կարծում, որ այդքան մեծ պրոբլեմ է։ 1.5 միլիարդանոց Հնդկաստանը կարողանում է կերակրել իր ժողովրդին ունենալով իր բնակչության համեմատ անհամեմատ փոքր տարածք, իսկ մեր տարածքը բավականին հերիք է մեզ գյուղմթերքով լիարժեք բավարարելու, էկոլոգիապես մթերքով բավարարելու եւ ռիսկերը կանխելու տարբեր կողմերից եկող վտանգներից։ Հիմա տեսեք, այսպես գյուղատնտեսությունից քայլանենք քաղաքագիտություն, էլի։ Հիմա ստացվում է այնպես, որ Ռուսաստանի Դաշնության այս պատժամիջոցները կարող են հերթական անգամ ու հերթական դեպքում, եթե ասենք մինչև այդ ռազմական թեմայով ենք դիվերսիֆիկացիա գնամ, որովհետև մեզ չէին տալիս այն ինչ որ մեզ հասանելի էր, մենք սկսեցինք այլ շուկաների հետ հարաբերվել եւ այնտեղից արդեն զենք զինամթերք ձեռք բերել։ Հիմա ըստ էության այս իրավիճակը կարող է բերել նրան, որ Հայաստանի Հանրապետությունը հասկանալով ստեղծված իրավիճակի վտանգները գնա այն դրամաբանությամբ, որ դեռ չեք ուզում մի առեք, մենք ոչինչ առանց ձեզ էլ կապրենք, հա։ Պետք է գնա դրան, պետք է գնա, բայց դա միայն ասելով չի։ Չառնելու պարագայում մենք պետք է ունենանք այլ առնողներ գտնելու ճանապարհներ, որպիսի այստեղ էլ գյուղատնտեսության զարգացման հետ մեկտեղ լճացման գործընթաց տեղի չունենա, դա շատ ճիշտ կարգավորելու անհրաժեշտություն ունի, որովհետև շուկան միայն ներքին շուկան չէ, սակայն առաջինը ներքին շուկան է եւ արտադրանքի քանակական եւ որակական ցուցանիշների բարձրացումը, որի վրա պետք է ձևավորվի մեր նոր շուկաների, արտաքին շուկաների ստեղծումը, կապերի ձևավորումը, որը կբերի Ռուսաստանից կախվածության թուլացմանը նաև այս տեսանկյունից։ Եթե մենք ռազմական առումով լավ նշեցիք, փորձել ենք գտնել այլ ընտրանքներ, այլ պետություններից զենք զինամթերք գնելու, բնականաբար մենք պետք է գտնենք նաև շուկաներ մեր գյուղմթերքը արտահանելու եւ ոչ միայն գյուղմթերքը, մենք անդադ խոսում ենք գյուղմթերքից, ընդհանրապես մեր արտադրանքը, մեր երկրի տնտեսության արգասիք է, այսպես ասած, արտաքին շուկա հանելու, որը հնարավորություն կտա մեզ ավելի իրական անկախության բերելու, իրական անկախության, որի մասին անընդհատ խոսում է իշխանությունը, իրական անկախության մասին, իրական պետության, իրական հանրապետության մասին, հետեւաբար ես կարծում եմ, քանի դեռ մենք չենք կարողացել այդ ռիսկերը նվազագույնի հասցնել, խոսել բացարձակ անկախությունից մեղմ ասած լուրջ չէ։ Իմ հիշելով, բայց բացարձակ անկախ երկրներ աշխարհում գոյություն։ Իհարկե չկան, նույնիսկ Միացյալ Նահանգները աշխարհակալ բացարձակ անկախ չի եւ չի կարելի այդպես էլ մտածել, սակայն քո հիմնական խնդիրները լուծելը եւ վտանգները կանխորոշելն ու նախորոք հնարավորինս չեզոքացնելը դա բացարձակ այլ բան է։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ քաղաքագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու դոցենտ Բարդուղ Գալստյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն երկուշաբթի օրը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։